Հարցը թե կարճ ասեմ վերաբերվում էր նրան, թե արդյոք մենք պատրաստ ենք գնալ դաշինքների եւ ինչ ուժերի հետ ենք քննարկում նման հնարավորությունը։ Ճիշտ է, կարծես բան բաց չթողեցի։ Իհարկե մենք դիտարկում ենք քաղաքական համախմբումը որպես ամենակարևոր գործիքը, որ երկրում տեղի ունենան արմատական փոփոխություններ։ Այո, դա շատ կարևոր է եւ հենց այդ է նպատակը, որ մենք արդեն 2 տարուց ավելի բանակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց համարում ենք լուրջ, որոնց համարում ենք իրատեսական, որոնց համարում ենք ռացիոնալ։ Ցավոք սրտի այդ բանակցությունները դեռևս վերջնական եւ վճռական արդյունք չեն տվել։ Մենք անգամ առաջարկում ենք այդ լիդերության ամբիցիաները հաղթահարելու մեխանիզմ, համազգային մի շարժման կոմիտե ստեղծելու առումով, որտեղ այդ ուժերը ներկայացված կլինեին, առայժմ առանց լուծելու առաջատարի հարցը, իսկ հետագայում արդեն որ կյանքը ապացուցեր, թե այդ կոմիտեի անդամներից որ մեկը հենց կոմիտեի քվեարկությամբ կարժանանար այդ լիդերի անվանը։ Այս մոդելը առայժմ չի ընդունվել։ Բայց ես չեմ բացառում, որ դա կարող է ընդունվել։ Միևնույն ժամանակ ես ուզում եմ ասել, որ մենք չենք կարող, ոնց որ մեր ժողովուրդը կասեր, նստել թախտին, սպասել բախտին։ Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում կլինի այդ համախմբումը, թե չի լինի, մենք պարտավոր ենք մեր հայտը ներկայացնել մեր ժողովրդին, որովհետև մենք ունենք շատ կարևոր առավելություններ, որոնք շատ ուժեր, ընդհանրապես որևէ ուժ չունի, ասենք որոշ հարցերում մենք կարող ենք թույլ լինել, բայց մենք ունենք այդպիսի առավելություններ, որոնցում մենք ենք ուժեղ։ Այդ առավելությունները արդեն ձեզ իմ ելույթում ես ներկայացրեցի, եւ մենք իրավունք չունենք զրկելու մեր ընտրազանգվածին կամ ընդհանրապես մեր ժողովրդին այդ մոտեցումները ընդունելու հնարավորությունից։ Իրավունք չունենք, մենք պետք է ներկայանանք մեր ծրագրով։ Միևնույն ժամանակ, ինչպես ասացի, մենք պահպանում ենք քաղաքական ճկունությունը, մենք պատրաստ ենք գնալ համախմբման գործընթացով, մշակել ինչպես փոխզիջումային ծրագիր, այնպես էլ ընդունել փոխզիջումային վարչապետի, տեխնացուի, որևէ տեխնացուի։ Մենք պատրաստ ենք դրան։ Թե ինչ կլինի, մենք ամեն ինչ կանենք, որ դա լինի, որտեղ դա բխում է մեր ժողովրդի շահերից։ Բայց մենք պատրաստ ենք նաև գնալ բացարձակապես ինքնուրույն այս ընտրապայքարում։ Պարոն ես ճիշտ հասկացա վարչապետի տեխնացիան հետ կապված, դուք նկատի ունեք այս պահին ձեր ուժի տեխնացիաներ, բայց հնարավոր միավորների դեպքում իրավիճակը հնարավոր է փոխվի եւ օրինակ դուք համաձայն եք այդ տեխնացիային։ Բայց իհարկե, եթե մենք գալիս ենք համաձայնության, ասենք ինչ որ մի փոխզիջումային տեխնացուի շուրջ, դա ավտոմատ նշանակում է, որ լինում է փոխզիջումային տեխնացու, որին մենք աջակցում ենք։ Բայց առայժմ նման բան չկա, մենք բանակցությունները էլի կշարունակենք, բայց մենք չենք սպասելու այդ բանակցությունների հաջող ավարտին։ Մենք գործելու ենք ինքնուրույն, ամբողջ թափով, ամբողջ եռանդով, որովհետև նորից եմ ասում, մենք մեր ժողովրդին պետք է տանք իրենց ուզած այլընտրանքի հնարավորությունը։ Մենք շատ վճռական ենք տրամադրված, շատ եռանդուն։ Մենք գնալու ենք առաջ, անկախ նրանից մեզ օգնելու են կամ մեր հետ միավորվելու են, թե ոչ։